Բարև ձեզ։ Երևանում այսօր կայացել է Եվրոպական միության և Հայաստանի առաջին երկկողմ գագաթնաժողովը, որը բնորոշվել է պատմական։ Զուտ բովանդակային իմաստով այդ գագաթնաժողովը համենայն դեպս եղած տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ բնորոշել պատմական։ Իհարկե, փաստի տեսանկյունից այն առաջին անգամ է և հետևաբար պատմականության որոշակի տարր պարունակում է, բայց բովանդակության իմաստով այն բացարձակապես դեկլարատիվ է, ինչի մասին է վկայում հենց համատեղ հռչակագիրը, որ հրապարակվել է և որը կազմված է ի դեպ 44 կետից։ Սա շատ հետաքրքրական հանգամանք է, որովհետև տպավորություն է, թե պարզապես փորձ է արվել ապահովել կետային որոշակի վիճակագրություն։ Այլապես ընթերցելով հռչակագիրը հարց է առաջանում, թե ինչու ոչ 45, շատ հանգիստ կարող էին ներառել 45-րդ կետը, կամ շատ հանգիստ կարող էին մի քանի կետեր չներառել և բավարարվել օրինակ 40-ով։ Եվ ուրեմն ինչու 44։ Արդյոք այն պատճառով, որ Հայաստանի ու Եվրամիության փոխհարաբերության, այսպես ասած, նոր միջավայր ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո, 44-օրյա պատերազմի Հայաստանի պարտությունից հետո։ Դրանից հետո է, որ Եվրամիության համար բացվել է դեպի Կովկաս և դեպի Հայաստան ավելի լայն քաղաքական և ավելի ինտենսիվ քաղաքական գործունեության տարածություն ու ճանապարհ, և դա ծառայեցվել է Եվրամիության համար ռազմավարական նշանակության ճանապարհային նախագծի կամ նպատակի միջին միջանցքի ձևավորման ուղղությամբ աշխատանքին։ Այդ համատեքստում նաև ձևավորվեց Բրյուսելյան ձևաչափը, Եվրոպական խորհրդի այդ ժամանակ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ, որն էլ գործուն ազդեցություն ունեցավ 44-օրյա պատերազմի կիսատ մնացածը, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով կիսատ մնացածը ավարտին հասցնելու հարցում, Արցախի ամբողջական հայաթափում և Արցախը, այսպես ասած, ճանապարհից դուրս բերելու իրողություն։ Օգտվելով իհարկե նաև ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունից և ստեղծած առավել նպաստավոր մթնոլորտից, այդ խնդիրը լուծելու համար առավել նպաստավոր մթնոլորտից։ Եվ այս տեսանկյունից իհարկե հնարավոր է, որ 44-ը դարձել է հայ-եվրոպական կամ Երևանի և Բրյուսելի խորհրդանշական թիվ կամ մեկնակետ։ Եվ այս պայմաններում, երբ օրինակ Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Անտոնիո Կոշտան երևանյան գագաթնաժողովի շրջանակում հայտարարում է, թե ճշմարիտ է, սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք ձեր երկրում տիրող պայմանները, ապա հարկ է այստեղ արձանագրել. աշխարհագրական դիրք փոխվել է, որովհետև եթե մինչև 44-օրյա պատերազմը բոլորովին այլ էր Հայաստանի սուբյեկտային ազդեցության աշխարհագրական գոտին և սահմանները, 44-օրյա պատերազմից և առավել ևս Բրյուսելյան ձևաչափից հետո դրանք բոլորովին այլ են, և Հայաստանի նկատմամբ աշխարհագրական գերակայություն է հաստատել Ադրբեջանը, կրկնեմ, Եվրոպայի գործուն աջակցությամբ, ինչն ի դեպ նաև արձանագրել է Իլհամ Ալիևը 2024 թվականի նոյեմբերին, ընդունելով Շարլ Միշելին, որն արդեն ավարտում էր իր պաշտոնավարումը, և ասելով, որ շնորհակալ է Միշելից Բրյուսելյան ձևաչափի համար, որտեղ ձևավորվել են հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղ գործընթացի առանցքային օրակարգային հարցերը։ Այլ կերպ ասած, այդ գործընթացը ապահովել է Իլհամ Ալիևին աշխարհագրական և ռազմաքաղաքական գերակայություն հաստատել Հայաստանի նկատմամբ, ինչի համար Ալիևը շնորհակալություն է հայտնել Շարլ Միշելին։ Ի դեպ, Շարլ Միշելը հրաժեշտ տալով իր պաշտոնին և այդ ժամանակաշրջանում այցելելով Բաքու, բացարձակապես չփորձեց գոնե զուգահեռ ինչ-որ պարիտետ պահելով լինել նաև Երևանում։ Այսպիսով, երբ Կոշտան արձանագրում է, թե աշխարհագրական դիրքը չի փոխվել, սա մեղմ ասած այդքան էլ ճիշտ չէ։ Աշխարհագրությունը ենթարկվել է փոփոխության։ Հայաստանը չի գնացել այլ ռեգիոն, բայց ռեգիոնում Հայաստանի սուբյեկտային ներկայության աշխարհագրությունը ենթարկվել է ճակատագրական փոփոխության։ Եվ այդ փոփոխության վրա իր քաղաքական կնիքը դրել է նաև Եվրամիությունը։
դրել է և դնում է, իհարկե ելնելով, կրկնեմ, իր համար առաջնահերթ և ռազմավարական նշանակության շահերից և ծրագրերից՝ կառուցել միջին միջանցք։ Դրանից բացի, երբ Կոշտան հայտարարում է, թե երկրում տիրող պայմաններն է փոխել Նիկոլ Փաշինյանը, այստեղ էլ հարց է առաջանում, թե այդ ինչ պայմաններ է փոխել և ինչպես են փոխվել այդ պայմանները։ Կոշտան նշում է, թե ցանկանում է դրվատանքի խոսքեր ասել դիմակայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի տեսլականի կապակցությամբ։ Որտեղ է տեսել ներկայիս պայմաններում այդ տեսլականը Եվրոպական խորհրդի նախագահը, թերևս հայտնի է միայն իրեն կամ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կամ Նիկոլ Փաշինյանին, որովհետև Հայաստանի հանրությունը այդ տեսլականը ժողովրդավարության, դիմակայունության բացարձակապես չի տեսել և հակառակը Հայաստանի հանրությունը տեսնում է, որ եթե նախկինում Ադրբեջանն էր շանտաժի ենթարկում Հայաստանին, հիմա նախընտրական այս շրջանում Նիկոլ Փաշինյանն է շանտաժի ենթարկում հասարակությանը։ Համաձայնեք, ժողովրդավարական և դիմակայուն տեսլական կառուցող իշխանությունը չի ունենա իր հասարակությանը շանտաժի ենթարկելու կարիք, թեկուզ նախընտրական տրամաբանությունից ելնելով։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հիբրիդային ժողովրդավարության իրավիճակը, որ կար մինչև 2018 թվականը, ներկայումս վերածում է հիբրիդային ավտորիտարիզմի և հունիսի 7-ին հաջողության հասնելու դեպքում նա արդեն անցում կկատարի դասական ավտորիտարիզմ հաստատելու փուլին։ Բայց կասկած չունեմ, որ Անտոնիո Կոշտայի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և եվրոպական այլ առաջնորդների համար դա լինելու է դասական ժողովրդավարություն և զարգացում, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ այն քաղաքական վարքագծի ծիրում, որ ակնկալում է Եվրոպական միության վերնախավը։ Իսկ այդ վարքագծի միջոցով Եվրոպական միության վերնախավը փորձում է կառուցել շատ ավելի պարզ մի սխեմա՝ պայմանավորվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Պայմանավորվել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի պայմանները ընդունելու հարցում, այսպես ասած, օժանդակելու գնով։ Այլ կերպ ասած, Հայաստանին խոստանալ կարկանդակներ, համոզել, որ շատ լավ և բարեկեցիկ հեռանկար է սպասվում Ադրբեջանի պայմանները ընդունելու և խաղաղության, այսպես ասած, գործընթացը ամբողջացնելու դեպքում և ահա այդ ծառայության դիմաց Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ Կովկասի բաժնեմաս, որովհետև Եվրամիությունը միջին միջանցք կառուցելու հարցում ունի այդ բաժնեմասի կենսական անհրաժեշտություն, իսկ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր չէ ստանալ այդ բաժնեմասը։ Եվրամիությունը չունի բավարար աշխարհաքաղաքական կշիռ և ներուժ առանց այդ երկու խաղացողների Կովկասում դառնալ բաժնետեր, որովհետև հակառակ դեպքում դա հնարավոր կլինի անել Ռուսաստանի և Իրանի հետ պայմանավորվելով, կամ ծայրահեղ դեպքում ԱՄՆ-ի, բայց մենք պատկերացնում ենք, թե նրանց հետ ինչպիսին է Եվրամիության փոխհարաբերությունը անգամ ԱՄՆ-ի հետ, այսօր Թրամփի վարչակազմի պաշտոնավարման շրջանում առավել ևս։ Հետևաբար մնում է շատ թե քիչ համարժեք դուետը Ադրբեջան-Թուրքիա և նրանց հետ պայմանավորվելը Հայաստանի հաշվին, Հայաստանին նրանց պայմաններն ընդունելու համաձայնության մղելու, համոզելու հաշվին։ Իսկ այն, որ Թուրքիան է այստեղ առանցքային գործընկեր այս ռեգիոնի ուղղությամբ իրենց քաղաքականության համատեքստում, բացահայտ կերպով խոստովանել է նաև Եվրամիության հանձնակատար, հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը։ Եվ այս համատեքստում նաև մատնացույց անեմ մի շատ էական հայտարարություն, որ հնչել է այսօր, բայց ոչ Երևանում։ Հայտարարության հեղինակը Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որը այդ երկրի անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է, թե Եվրամիությունը ունի ավելի շատ Թուրքիայի կարիք, քան Թուրքիան Եվրամիության։ Շատ հատկանշական է, որ Էրդողանի այս հայտարարությունը հնչում է Երևանյան գագաթնաժողովի ֆոնին, ոչ իհարկե դրա առիթով։ Խոսակցությունը եղել է Թուրքիայի եվրոպական ինտեգրման հեռանկարների առնչությամբ, որ քննարկել են այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում, բայց շատ հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչում է Երևանյան գագաթնաժողովի ֆոնին։ Կրկնեմ, Էրդողանը հայտարարում է, որ ոչ թե իրենք ունեն Եվրոպայի ավելի շատ կարիք, այլ Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիք։
Եվ նշեմ, Եվրոպան այսպես թե այնպես տարբեր հայտարարություններով, այդ թվում, ինչպես մատնանշեցի Մարտակոսի հայտարարությամբ, ընդունում է իրերի այդ դրությունը։ Առանց Թուրքիայի հավանության Եվրոպան չի կարող Կովկասում ունենալ բաժնեմաս, դառնալ Կովկասի բաժնետեր։ Սրանից բնականաբար օգտվում է նաև Ադրբեջանը, որը իր հերթին ստանձնում է Եվրոպային, այսպես ասած, բաժնեմաս տալու իրավունք, տվողի կարգավիճակ, բաժնեմաս տվողի կարգավիճակ։ Եվ այստեղ ուզում եմ մեկ այլ հատկանշական հայտարարություն հիշեցնել, որը հնչեց 2025 թվականի ապրիլին, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կենտրոնական Ասիա Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, որ միջին միջանցք կառուցելու հարցում շատ կարևոր են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանները, դրանց անխոչնդոտ տեղաշարժը։ Եվ թվում է, թե Ադրբեջանի համար շատ շահեկան այս հայտարարության ֆոնին Ալիևը ասել էր, թե այդ սահմանները Եվրամիության գործը չեն։ Եվ այս հայտարարությանն ի պատասխան Եվրամիությունից չհնչեց ոչինչ, ինչը դարձյալ արձանագրում է, որ Բրյուսելը պատկերացնում է առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի կանաչ լույսի Կովկասում չի ուրվագծվում որևէ էական ներկայություն։ Այդ կանաչ լույսը փորձ են անում ստանալ Հայաստանի Հանրապետության միջոցով, Հայաստանի Հանրապետությունը վերածելով Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական գերակայության ներքո գտնվող պարզապես հաղորդակից անոթի։